ինչպես եք գնահատում կաթողիկոսին չհրավիրելու եւ ազգային փաստորեն նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է որ կաթողիկոսը չի օրհնում Վստահ եմ երևի դուք նաև նկատեցիք այն հատվածը, որ պարոն Հասանովը հենց այն պատգամավորն էր, որը հենց նախորդ ազգային ժողովի գումարման նիստերը նախագահելու շրջանակներում առաջին նիստի մասին է խոսքը, մշտապես ունեցել է նաև վեհապար Հայրապետի խոսքի ապահովման գործառույթը։ Ինքը այսօր հայտնեց, որ վերջինս դրա հետ որևէ առնչություն չունի, բայց կարծում եմ այստեղ մենք գործ ունեցանք կիսա ճշմարտության հետ, թե ինչ պատիվ է բերում քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունած հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես սահմանադրական կարգավիճակում օժտված մարմին ունեցող երկրին, որ ազգային ժողովի նիստին վեհապար Հայրապետի բացման խոսքը օրհնությունը չհնչի, ես չեմ պատկերացնում։ Պարզապես կարող եմ ասել, որ սա իրապես խայտառակություն է։ Մենք հարցը բարձրաձայնեցինք, մենք խնդիրը ընդգծեցինք, մենք մի քանի փուլով դա արեցինք իդեպ, մեկ դեպքում պարզապես բարձրախոսերը նույնիսկ միացված չէին, ես հույս ունեմ, որ դուք նշվածը ևս արձանագրեցիք, ինչևէ, գիտեք, մյուս կողմից էլ նայենք այսպես, որ այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր վճռականությունը երբեք պետք է չպակասի, որ իսկապես անելիքներ շատ կան։ Այլ հարց, որ ուղղակի կան չէ խնդիրներ, որոնք պատկերացնում ես, որ երբևէ չի լինի։ Ինչ որ կարմիր գծեր կան, որ մտածում ես, այդ մի խնդիրը չի լինի։ Ցավոք, այս դեպքն է տեսանք։ Իսկ ինչ որ քանի որ արժեկաննակարգով էր նախատեսված ելույթը կաթողիկոսի, դուք ինչ որ քայլեր ձեռնարկելու եք այս ուղղությամբ։ Առնվազն որոշ տվյալներ կփորձենք բարձել, եթե դուք նկատեցիք պարոն Հասանովի կողմից ներկայացված պարզաբանումը կրկին իմ կարծիքով կիսա ճշմարտության շրջանակներում, բայց վերջինս ընդգծեց, որ այդ իրավունքը գոյություն ունի, կասկածի տակ չդրեց, նույնիսկ ասեց ով կարող է իր դեմն առնել, այսինքն նույնիսկ կարծես մի քիչ քննադատական խոսք կար, երևի թե քաղաքացիական պայմանագրին ուղղված, բայց երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը որպես ազգային ժողովի նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշում այնտեղ փոփոխություն է արել եւ վեհապար Հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է։ Երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէր դրանից։ Հրապարակված է այդ որոշումը, որը հենց վերաբերում էր նաև ԶԼՄ-ների գործունեությանը, այդ նույն որոշման մեջ կարող եք դա ևս տեսնել։ Ինձ կներեք պարզապես վերջին հարցը։ Վերջին հարցը ձեր տեխնատությունն է առաջադրել փոխնախագահի պաշտոնում։ Պարոն Աբրահամյանը մեր խմբակցության քարտուղարը դրա վերաբերյալ մանրամասն անդրադարձ կատարի։ Եկեք նախ պարոն Աբրահամյանը թող ներկայացնի, այնուհետև կտեսնենք։ Անկեղծորեն եմ ասում։ Նախ պարոն Աբրահամյանը թող ներկայացնի տեխնատությունը, որից հետո խոսենք։ Թող պարոն Աբրահամյանը ներկայացնի տեխնատուի անուն ազգանունը, որից հետո խոսենք։ Շնորհակալ եմ։